Բերեք նայեք, հետևյալն է խնդիրը, երկու մասի բաժանեմ, առաջինը պատասխանեմ երկրորդ հարցին, հետո առաջինին կգամ, բայց ոնց որ գործընկերս նշեց պարոն ասացարանը մի քիչ այլ կոնտեքստում է պետք է հարցերը վերաձևակերպել, որպեսզի ավելի պարզ լինի։ Հիմա նայեք, առաջինը վերադառնամ երկրորդ հարցին։ Հիմական կոնկրետ վարույթներ, որոնք հարուցվել են արկա քրեական գործերի շրջանակներում տարբեր նախկին պաշտոնատար անձանց։ Պաշտոնատար անձանց ասեմ շատ լայն բան է, էլի սպեկտր, այսինքն օրենքի սուբյեկտների նկատմամբ, ովքեր մահացել են, եւ ասենք ընտանիքի անդամներ է, կինը, երեխան բնակարան ունի, որը պարտադիր չի, որ ինքը ձեռք բերած լինի, ծնողն է նվիրել։ Հիմա օրենքի իմաստով անհատույց անցած գույքը բարեկամին համարվում է անձին փաստացի պատկանող գույք։ Այսինքն օրենքի իմաստով դա շարունակում է հանդիսանալ այն առաջին մարդու գույքը։ Հիմա այդ մարդը ապրում է այդ տանը, մի քանի տարի ապրել, անդորում առանձին է բնակվել արդեն երկար ժամանակ, տես չի էլի որ այդ տունը իր անունով գրանցած է։ Ոնց որ ասել են քո տունն է, վերցնում ինքը դե պապան տունն է նվիրել, գնացել է ապրում է։ Ինքը խոսքը չի գնում ինչ որ ձեր ընկալած ինչ որ բաների, մարդը հիմա եկել են վարույթ, ասում են այ պապա որ տունը նվիրել է, ապօրինի է։ Ասում եմ, բայց Ջորջան, ես հիմա ո՞նց ապացուցեմ ինքը ինչով է աշխատել։ Ես իրականում, ես խոմ չի գալիս, ասում պապա լեմա տես տարվա փողերը ցույց տուր, տեսնեմ ինչ ես աշխատել, մի հատ ծախսերը թել տուր, համադրեմ, տեսնեմ այս տունը դու ինչով ես արել։ Գիտեմ որ նորմալ ապրել ենք, պապան գնացել է գործի եկել է, իրականում ինչ որ նորմալ գումար ստացել է, ինչ որ բանով, ես հիմք չեմ ունեցել, բայց սա ոչ թե այնա որ բարեխիղճ անցել է, չի անցել եւ այլն, սա խնդիրն է որ համարվում է առաջին անձի գույք, որովհետեւ անհատույց անցել է բանով, այն մերձավոր ազգականների սա ֆորմուլայի տակ անգնում։ Հիմա սա ինքնին արդեն աբսուրդային իրավիճակ է, իսկ եթե օրենքը կարող է բերի աբսուրդային իրավիճակ, ընդ որը մարդը ասում է ես չպետք է կարողանամ գոնե ֆիզիկապես հնարավորություն ունենամ ապացուցեմ, էլի, այսինքն այս մարդն այս տունը առել է, ասենք 90-ական 2000-ականներ այդ ընթացքում, այն ժամանակ առնելուց էլ չգիտեմ ինչքան փող է տվել, այդ այնա տվել ինչ որ գրված է պայմանագրում, ուրիշ փող է տվել, այսպես մի հատ բան վիճակ։ Հիմա վերադառնամ երկրորդ հարցին։ Այ որ դուք ասում եք, պաշտոնատար անձի տղան տենդերը հաղթել է, ուրեմն ձեր ասած դեպքում պաշտոնատար անձն ու տղան պիտի գնան նստեն։ Բայց ձեր ասածը ախր հետևյալն է, մենք ոնց ենք անում, ասում ենք, եթե հաստատվեց, որ անձը պաշտոնա զբաղեցրել է, միջամտել է, իր տղան եկել է տենդերը հաղթել է, տենդերը հաղթելուց հետո միջամտության արդյունքում հաղթել, ասում պիտի գնա նստի, բայց խնդիրը կայանում է նրանում, շատ կարևոր է, մենք եթե այդ փաստերը բոլորը հաստատված ենք համարում, էլ պետք չի ապօրինի գույքի մասին օրենք քննարկել, պետք չի մնացած ամեն ինչը քննարկել։ Իրավական պետության կոնցեպտը ենթադրում է, որ մենք համարում ենք, որ այդ պաշտոնատար անձը չի միջամտել, տղան էլ եթե բիզնեսով զբաղվում է։ Եթե մենք ուզում ենք նենց անենք, որ պաշտոնատար անձի տղան չգա հաղթի ձեր ասած օրինակում ինչ որ մի հատ տենդերում, դրա համար շահերի բախման հայտարարագրում մնա կիրառվում, դրա համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունի գործառույթներ, դրա համար որոշակի գնումների ընթացակարգերը անընդհատ վերանայվում են։ Ուզում եմ մտ ավարտեմ, որ այստեղ շատ պարզ լինի, էլի։ Եվ պաշտոնատար անձի տղան կարա մասնակցի տենդերին եւ հաղթի։ Չի բացառում, այսինքն որպես երևույթ մենք չենք կարող ասենք, եթե պաշտոնատար անձը ինչ որ X նախարարությունում պատասխանատու է ինչ որ X գործընթացի համար, իր հարազատներից, բարեկամներից ոչ մեկը չի կարող ընդհանրապես այս գործերի մասնակցի։ Հակառակն էլ, եթե տղան աշխատում չի նշանակում, որ պապան չի կարող աշխատի, էլի կամ քեռու տղան կամ ինչ որ բարեկամը կամ ինչ որ մեկը։ Խնդիրը հետեւյալի մեջ է։ Ապօրինի գույքի բռնագանձման վարույթի սա կոնցեպտը հետեւյալն է, ասում չենք կարողանում բռնացնենք, չենք կարող նստացնենք, քրեական գործով չենք կարող ապացուցենք, որ անձը մեղավոր է, որտեւ եթե կարում ենք, այս դրա իմաստը չկա։ Իմաստ չունի, կբռնենք, կնստացնենք, հարցը կլուծվի։ Ասում կոռուպցիան լատենտ է, մենք չենք կարողանում կոռուպցիայի դեմ պայքարենք։ Ինչ անենք։ Դե բերեք նայենք, եթե ինչ որ մարդիկ ինչ հանգամանքներում կոռուպցիայի կտորը բերեն, պաշտոնատար անձի մոտ, մեկ էլ միանգամից մի հատ մեծ գույք է հայտնվում, գնանք մի հատ հարցնենք։ Այս որտեղից քեզ։ Սա ուզում եմ ուշադրություն դարձնեմ, մենք հիմա պաշտոնատար անձանց մասին ենք խոսում, 5 տարի հետո այդ 5-րդ մոդելի ենթամոդել, 4-րդ մոդելի ենթամոդելը գալու է բոլորիս վրա, որովհետև հայտարարագիր ներկայացնող մարդիկ ենք դառնում, ասելով քո հայտարարագիրը տվել ես, մի հատ տուն առար, քեզ որտեղից։ Ու դա ունենալու է ուրիշ պատճառ, ասելով հարկերից խուսափելու դեմ ենք պայքարում։ Ասելով հարկերից խուսափելու դեմ բեր ցույց տուր։ Ես ուզում եմ, սա շատ կարևոր է, որտեղ մենք արդեն 10 տարուց ավել է 2005 թվականից սկսած առնվազն ունենք հսկայական օրենսդրություն, ինչ գույքը ոնց կարաս առնես, որ դուք ասում եք, 50 միլիոն դրամը գերազանցող գույքը, 50 դրամ գերազանցող գույքը առնելու համար դու նախկինում վճարել ես պարտադիր փոխանցումով, անշարժ գույքի մասին է խոսքը։ Պարտադիր 50 միլիոնը արդեն մի 10 տարի է, պարտադիր միայն փոխանցումով է։ Այս անկանխիկը դրա վրա տարածվում է շատ վաղուց։
Բանկը 20 միլիոն դրամից ավել փոխանցման համար պարտադիր 2005 թվականից սկսած ստուգում է այդ փողի աղբյուրը։ Այն ժամանակ բերել եմ, ցույց եմ տվել աղբյուրը, փաստաթղթերը տվել եմ, բանկը ստուգել է, տեղեկացրել է կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկման կենտրոն, նայել են կասկածելի համարել են կամ չեն համարել, եթե համարեն կասկածելի կարային սարեսնեն այդ փոխանցումը, պրծել եմ, փոխանցում արել եմ, ստացել եմ, գնացել եմ իմ տանը ապրում եմ։ Անցել է 15 տարի, եկել եք ասում եք, այ ուզում եմ հիմա ստուգեմ։ Հետևաբար վերադառնալով ձեր հարցին, խնդիրը հետևյալի մեջ է։ Ոչ թե նրանում է, որ մենք ապացուցել ենք արդեն, որ սա պաշտոնատարան ձեր իր տղան եկա, պապան օգնեց կամ մաման օգնեց, չգիտեմ, խիմիշտ պապաների վրա են գրում, կարան այ մաման օգնեց, ստացանք ինչ-որ մի հատ ապօրինի պրոցես եւ վերջում հիմա եկել ենք ասում ենք մի բռնագանձենք, դրա մասին չի խոսքը։ Եթե դա տենց է, դե հարց չունենք։ Խնդիրը հետևյալն է, քանի տարի ցանկացած մարդ պիտի կասկածվի, որ ինքը գողավազակ է։ Այ քանի տարի ես պետք է անընդհատ կամ արդյոք պետությունը ընդհանրապես պետք է տենց առաջնորդվի, որ մենք սա գովավազակ ենք։ Հենց որ ես ասում եմ, այս օպերատիվ տեղեկությունը ոնց որ սխալ եք արել, ասում եմ մենք ելնում ենք պետական մարմինների իրավաչափ գործելու կանխավարկածից, դուք էլ պետք է հարգեք, համարեք ճիշտ։ Ասում եմ, դե նույն ձև էլ հարգի, որ ես իրավաչափ գործող քաղաքացի եմ կամ ես չէ վստահորդս, խես կասկածի տակ դրել։ Դե ասում եմ, բա մենք ուսումնասիրություն ենք արել, ասում եմ, ես էլ եմ արել ուսումնասիրություն։ Հետևաբար հետևյալն է, քանի տարի մենք պետք է կասկածի տակ դնենք, քանի տարի պետք է ես պարտավոր լինեմ պահեմ թղթերս, եւ քանի տարի ես դա պետք է իմանայի, թե չիմանայի։ Եթե պետությունը 13 թվականից ունի անհատական տվյալներ բաների, սոցիալ հարկերի վճարված, գյուղատնտեսությունը չի հարկվել եւ փաստաթղթավորման որևէ պահանջ չի եղել։ Շուտ որ ես ասացի, որ բոլորս պիտի մահացած լինենք, մեծ մասը չենք մահացել, որովհետեւ գյուղատնտեսությամբ ենք զբաղվել։ Հիմա որ գամ ասեմ գյուղատնտեսությամբ եմ զբաղվել, պետք է ասեք, դե Արամ Ուրբելյանին որտեղ գյուղատնտեսությունը որտեղ։ Որ ես ասեմ, գնացեմ պապիկիս այգին եւ լոբի եմ աճեցրել, պետք է ասեք, չէ, դե որտեղ հաստատ ինչ գործ ունես լոբի աճեցնելու հետ։ Բանա, վիզուալ անհավատալի է, էլի, որ գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդ, երեխա եմ եղել, երիտասարդ չեմ կարող ասեմ այդ ժամանակ։ Այսինքն այն նույնը վերաբերվում է բոլորին։ Մարդիկ կան, ովքեր ունեցել են պտղատու այգիներ, որ նայես ասես դու որտեղ պտղատու այգիները որտեղ։ Մարդ կա, որ խաղողագործությամբ զբաղվել, ասես դու որտեղ, մարդ կա ծաղիկ աճեցրել, մարդ կա, որ լոլիկ աճեցրել։ Գյուղատնտեսության մեջ մենակ որոշակի սպეციფიկ մեծ տերևներով բույսեր է, որը չարժե աճեցնել, մնացածը կարելի է աճեցնել։ Դե մեկ է լիցենզավորվող գործունեություն է ուղղակի եւ բանա եւ պետք է հատուկ պահանջներ կա դրա հետ։ Դրա համար նայեք, վերադառնալով ձեր հարցին, ես փորձեմ ավարտեմ ոնց որ ամփոփեմ, հետեւաբար խնդիրը հետեւյալն է, որ հարցադրումը եթե մենք ճիշտ ենք դնում այս օրենքի հիմքում դրված չի, որ մեկը կա օգնել է իր հարազատներին կոռուպցիոն եղանակով ինչ որ մի բան ստանան։ Խնդիրը նրա մասին է, որ եկել է պետություն, ասում թղթերը քո եկամուտների ես չեմ տեսնում։ Ընդ որում չեմ տեսնում, ոչինչ որ իմ մոտ չկա, ես քեզ վերցնում եմ նվազագույն ինչ որ թվերով եմ հաշվում։ Չունեմ տեղեկատվություն, որ դու քո եկամտային հարկը ինչքան ա եղել։ Չունեմ տեղեկատվություն այս փաստաթղթերի մասին, հաշվում դու չունես դրանք։ Դու բերում ես, ասում ես, սրանք եմ ունեցել, այսքան սա կարամ վկայով հաստատեմ, սա կարամ սրանով հաստատեմ, ասում ես, չէ, ինձ հետաքրքիր չի, դա դատարանում կանենք։ Այսքանով ես փորձեմ ամփոփեմ, այսինքն խնդիրը այս տեսակետից պետք է նայել։